Բարի եւ օրհնյալ առավոտ սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի շնորհը թող յուրաքանչյուրիս հետ լինի։ Հայր Աստծո սերը մեր սրտերում, մեր վրա լինի եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը յուրաքանչյուրիս հետ։ Երեկվանից մենք սկսում ենք աղոթքով հայ ազգի համար, Հայաստանի համար, մեր ընտանիքների, մեր գերդաստանների համար, որովհետև ինչպես կարդացին Եզեկիել մարգարեության 22:30-ում Աստված ասում է. ես փնտրում եմ մեկին, որ կկանգնի խրամատում եւ կաղոթի, կբարեխոսի այս երկրի, այս ազգի համար ու չգտա եւ դրա համար իմ ցասումն է գալիս։ Ու մենք կանգնում ենք Աստծո առաջ, Տեր, ես կանգնում եմ քո առաջ, իմ հայ ազգի համար, իմ ընտանիքի համար, միաբանվելով ամեն քրիստոնյայի համար, որ բարեխոսում է հայ ազգի ու Հայաստանի համար։ Ու ես ներում եմ խնդրում, Տեր ջան, իմ ազգի համար, մեր հեթանոս անցյալի համար։ Ամեն ուխտադրժության համար, որ մենք գործել ենք քո հետ, քո դեմ, ամեն դիվային ուխտի համար, որ իմ ազգը կնքել է խավարի հետ, դևերի հետ, սատանայի հետ, մահվան հետ, հասկանալով, թե առանց հասկանալու։ Տեր, ես խնդրում եմ, որ այդ դիվային ամեն կապանքները, ամեն ուխտերը, ամեն երթումները քանդես Հիսուսի արյունով, անես քո փառքի համար, խոնարհվում եմ, Տեր։ Տեր, ես ներում եմ խնդրում, ամեն անգամ, երբ հայ որևէ մեկը մերժում ու դրժում է քո խոսքը, չի գալիս քո խոսքի ինքնիշխանության տակ, քո խոսքից վեր է իրան դասում, Տեր ջան։ Ես ներում եմ խնդրում ամեն անգամ, երբ որ քո խոսքը աղավաղվում է, օգտագործվում է կոնտեքստից դուրս, օգտագործվում է առանց քո սիրո, օգտագործվում է մանիպուլյացիայի համար, մարդկանց ճնշելու համար, մարդկանց խաբելու համար, մարդկանց շեղելու համար, մարդկանց վրա մանիպուլյացիա գործելու համար, Հիսուս Քրիստոսի անունով այս ամենը մաքրի ու դուրս մղի իմ ազգի մեջից, իմ ժողովրդի մեջից, քո եկեղեցուց, իմ Հայաստան երկրից, Հիսուսի անունով եմ աղոթում, Տեր, ների մեզ, քո արյունով քանդի այս ամեն կեղծիքը ու պղծությունը։ Տեր ջան, ես ներում եմ խնդրում, իմ ազգում դարերով եկած ագահության ու անիրավության համար, Տեր ջան, որ անիրավ վաստակով են շատերն ապրում, Տեր իմ Աստված, որ անիրավություն են սիրում, որ ուրիշին ճնշել են սիրում, Տեր ջան, ուրիշից վերցնել են, աչքը ուրիշի ունեցվածքի վրա է, Տեր ջան, ներում եմ խնդրում, որ ուրիշի հաղթանակներով չեն ուրախանում, այլ նախանձում են, Տեր ջան, նախանձի ոգուն դուրս շպրտի, Տեր իմ Աստված, իրենց տունը ուրիշի քանդված տան վրա են փորձում կառուցել, ուրիշի անկման վրա ուրախանում են, Տեր, իսկ քո սիրտը զայրանում է նման դեպքերում, Տեր ջան, դու ասում ես ուրիշի ընկնելով, որ ուրախացար, իմացիդ քեզ եմ գցելու, դու ես ընկնելու։ Փոխի մեր ընթացքը, Տեր ջան, փոխի, որպեսզի մենք վերադառնանք իրական մեր քրիստոնյա ակունքներին, որ դու ես Քրիստոս, եւ ապրենք այնպես, ոնց որ կարգն է, ոնց որ դու ես, Տեր։ Փոխի մեզ նոր սիրտ տուր, մեզ նոր հոգի տուր, բացի մեր հասկացողության աչքերը, այս մեր խաթարված պերսպեկտիվան փոխի, Տեր, որ չարը կարողացավ խլել մեզնից մեր հոգևոր աչքերը եւ հիմա մենք մեր մարդկային շնչավոր ցանկությունների կրակով ենք բռնված, Տեր, եւ գեհենի կրակով մեր լեզուն բռնվել է, Տեր ջան, անիծում ենք իրար, չենք ներում իրար, ողորմություն չենք անում, Տեր ջան, ու մեր լեզուն մեզ չի թույլ տալիս, որ ապաշխարենք, Տեր, քանդի կապանքները ազգիս վրայից, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Հիմա վերադառնանք Ելք գրքի գլուխ 12-ին եւ շարունակենք, մենք դեռ խոսում ենք Զատիկի մասին, որը
ասեցինք պասեք նշանակում է անցում, հա, Աստված ավերիչին մահվանը ուղարկելու էր, որ անցներ Եգիպտոսի վրայով ու սպանելու էր Եգիպտոսի առաջնեկներին, թե մարդկանց, թե անասուններին, բայց իսրայելցիները, որոնք անելու էին այն, ինչ Տերն ասել էր, մորթելու էին գառը եւ գառան արյան պաշտպանության տակ էին մտնելու, նրանք պիտի պաշտպանվեին։ Եկեք կարդանք հատվածը։ Այդ գիշեր պիտի անցնեմ Եգիպտոսի երկրով եւ հարվածեմ Եգիպտոսի երկրի բոլոր առաջնեկներին, մարդուց մինչև անասունը։ Եգիպտոսի բոլոր աստվածների դեմ դատաստան պիտի անեմ։ Ես եմ Տերը։ Արյունը թող ձեզ համար նշան լինի տների վրա, ուր որ լինելու եք, եւ տեսնելով արյունը պիտի անցնեմ ձեր վրայով, եւ հարվածը չպիտի իջնի ձեզ վրա կորստյան մատնելու համար ձեզ, երբ հարվածեմ Եգիպտոսի երկիրը։ Այդ օրը ձեզ համար թող լինի հիշատակի համար, եւ տոնեք այն իբրև Տիրոջ տոն, տոնեք այն սերնդից սերունդ իբրև հավիտենական կանոն։ 7 օր բաղարջ հաց կերեք, հենց առաջին օրը ձեր տներից դուրս գցեք թթխմորը, որովհետև առաջին օրվանից մինչև 7-րդ օրը թթխմորով հաց ուտող անձը կվերածվի Իսրայելից։ Առաջին օրը Սուրբ Ժողով թող լինի, 7-րդ օրը նույնպես Սուրբ Ժողով թող լինի ձեզ համար։ Այդ օրերին ոչ մի աշխատանք թող չկատարվի, այլ պատրաստեք միայն ամեն մեկի ուտելիքը։ Պահեք բաղարջների տոնը, որտև հենց այդ օրը կհանեմ ձեր ժողովրդին Եգիպտոսի երկրից։ Ուրեմն ձեր սերունդների մեջ պահեք այն օրը իբրև հավիտենական կանոն։ Առաջին ամսվա 14-րդ օրվա երեկոյից սկսած բաղարջ հաց կուտեք, մինչև ամսի 21-րդ օրվա երեկոն։ 7 օր ձեր տներում թթխմոր չպետք է գտնվի, որովհետև թթխմորով հաց ուտող անձը օտարական կլինի, թե տեղացի, պիտի վերածվի Իսրայելի ժողովրդի միջից։ Խմորված ոչ մի բան չպիտի ուտեք, ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ կուտեք։ Սուրբ Հոգի Աստված, խնդրում եմ առաջնորդի այս մեկնությունը, որպեսզի մենք ճշմարտությունը խորությամբ ընդունենք, բացի մեր սրտերը, մեր հոգևոր լսելիքները, Տեր, որպեսզի մենք հակառակվողներ չլինենք, որպեսզի խոսքը մի ականջից չմտնի մուսով գաչ թողնելով հետևանք, այլ որ պտուղ տա մեր կյանքերում, Տեր։ Խնդրում եմ, հայ ազգիս, ընտանիքիս, յուրաքանչյուրիս հանի մեզ Եգիպտոսից, որը մեղքի կյանքն է, որ մենք գերի չմնանք մեղքին, խավարին, սատանային, Տեր ջան, չառաջնորդվենք խավարով, այլ առաջնորդվենք իրական լույսով, որ մենք չլինենք մշակույթային քրիստոնյաներ, որ մենք չլինենք քրիստոնյաներ առանց Քրիստոսի, քրիստոնյաներ, որ գաղափար չունեն, թե իրական Քրիստոսն ով է, քրիստոնյաներ, որ մերժում են Քրիստոսի զորությունը, Տեր, այլ լինենք իրական քրիստոնյաներ, Տեր ջան, խոնար քո որդիներն ու դուստրերը, Հիսուսի անունով աղոթեցի, Տեր։ Երեք խոսեցինք արյան պաշտպանության մասին, եկեք մի պահ արագ անդրադառնանք դրան, հա, որովհետև կարդացինք, որ Աստված ասում է, տեսնելով արյունը պիտի անցնեմ ձեր վրայով եւ հարվածը չպիտի իջնի ձեզ վրա։ Ասեցինք, որ որպեսզի Իսրայելը խուսափեր առաջնեկների մահվան դատաստանից, նրանք պետք է գառան արյունը կիրառեին այնպես, ինչպես Աստված էր ասել, ոչ թե այնպես, ինչպես իրենք էին մտածում, հասկանում, մեկնաբանում, այլ այնպես, ինչպես Աստված էր ասել։ Գառան արյունը կարևոր էր Աստծո պահանջների համար, եւ պետք է մնային այնտեղ, որտեղ այդ արյունը ծածկում էր իրենց։ Այդ տնից չէին կարող դուրս գալ, այսինքն խոսքը գնում է Աստծուն վստահել, Աստծուն հնազանդվել։ Եթե իսրայելական ընտանիքը չհավատար Աստծուն, չհավատար գառան արյան զորությանը, նրանք կարող էին զոհաբերել գառը, ուտել այն, բայց դատաստանը նրանց կայցելեր։ Իսկ եթե հավատային եւ անեին, ինչ ասվում էր, ապա կփրկվեին։ Հիմա հայ մարդ, եթե դու Քրիստոսի զոհաբերությունը չընդունես հավատքով, չհնազանդվես Աստծուն, չանես այն, ինչ որ Քրիստոսն է ասում, ապաշխարի, դարձի Աստծուն,
Իմ խոսքի իշխանության տակ մտի, քո կամքը ինձ հանձնի, իմ լուծը քո վրա վերցրու։ Եթե դու չհավատաս Աստծուն եւ չհավատաս Հիսուսի արյան զորությանը, ինչքան ուզում ես խաչակնքվի, ինչքան ուզում ես մոմ վառի, ինչքան ուզում ես գնա մատաղ արա, քո մեղքերը չեն ներվի, քո փրկությունը չի գա, դու չես արդարացվի, որտեղ դու չես անում այն, ինչ Աստված է ասել։ Արա այն, ինչ Աստված է ասում, ընդունի Հիսուս Քրիստոսին, ապաշխարի, դարձի արի, մկրտվի Հոր, Որդու, Սուրբ Հոգու անունով, կյանքի տնորեն, ղեկավար ու թագավոր կարգի Հիսուսին, կյանքիդ բոլոր բնագավառները հնազանդեցրու Հիսուսին, հավատքով ապրի ու քայլի, որպեսզի տեսնես Հիսուսի արյան զորությունը։ Խոնարհվի Հիսուսի խաչի առաջ, ոչ թե մետաղե խաչի, քարե խաչի առաջ, այլ խաչի առաջ, որի վրա քո Տերը զոհվեց, ընդունելով նրա զոհողությունը։ Վերջին հաշվով Հիսուսն ասում է. նա է սիրում ինձ, ով հնազանդվում է իմ խոսքին ու կատարում իմ խոսքը։ Եվ մենք խոսեցինք այն մասին, որ Աստծո համար Իսրայելը իր առաջնեկն էր, իր սիրելի ժողովուրդը։ Ու եթե Եգիպտոսը, Փարավոնը հրաժարվում էր ազատ արձակել Աստծո առաջնեկին, ապա Աստված պահանջում էր Եգիպտոսի առաջնեկների կյանքը, որպես պատիժ եւ դատաստան։ Հիսուս Քրիստոսով ցանկացած մարդ, ով Հիսուսի զոհողությունը ընդունում է, դառնում է հոգևոր Իսրայել, Իսրայելի մասը, Աստծո ժողովրդի մասը։ Եվ Հիսուսի արյան պաշտպանությունը այդ մարդկանց վրա է։ Բայց հիմա խոսենք, որ Իսրայելը պետք է Զատիկի տոնը հավետ պահեր եւ Տերը խոսում է բաղարջահաց տոնի մասին, թթխմորի մասին։ Եկեք դրա մասին այսօր խոսենք։ Այդ օրը ձեզ համար թող լինի հիշատակի համար եւ տոնեք այն իբրև Տիրոջ տոն, տոնեք այն սերնդից սերունդ իբրև հավիտենական կանոն։ Իսրայելի ժողովուրդը մինչև օրս տոնում է այս օրը։ Մենք էլ որպես քրիստոնյաներ ամեն կիրակի ենք նշում սա, պատարագի միջոցով, հաղորդություն ընդունելով եւ մեր սրտում ու բարձրաձայն գոհություն հայտնելով Աստծուն, Հիսուսի զոհողության համար, հնազանդ լինելով Աստծուն, Հիսուսի արյունով նորից նորոգելով մեր ուխտը Աստծո հետ։ 7 օր բաղարջ հաց կերեք, հենց առաջին օրը ձեր տներից դուրս գցեք թթխմորը, որտեվ առաջին օրվանից մինչև 7-րդ օրը թթխմորով հաց ուտող անձը կվերածվի Իսրայելից։ Թթխմորը այստեղ մեղքն է ներկայացնում։ Մեղավոր մարդը գալու Աստծո դատաստանից չի փախնելու, Աստծո ներումը չի գալու մեղավոր մարդու վրա։ Զատիկը սկսվեց ամսվա 10-րդ օրը, 14-րդ օրը նրանք պիտի ուտեին զատիկը, եւ սա անթթխմոր հացի առաջին օրն էր։ Այնուհետև հաջորդ 7 օրերի ընթացքում նրանք կերան միայն անթթխմոր հաց, պիտի անթթխմոր հաց ուտեին։ Առաջին զատիկի ժամանակ անթթխմոր հացը գործնական անհրաժեշտություն էր նաև։ Իսրայելի ժողովուրդը այնքան շտապ էր դուրս գալու Եգիպտոսից, որ ժամանակ չկար հացի խմորը թթխմորով աճացնելու համար։ Դրա համար ժամեր էին պահանջվում։ Առաջին զատիկից հետո անթթխմոր հացի տոնը վկայություն էր Իսրայելի սերունդների համար Աստծո ողորմության, Աստծո փրկության մասին։ Բայց նորից եմ ասում, մեզ համար այդ թթխմորը մեղքն է, մեղքի թթխմորը, որ մահ անեծք ավերում է բերում մեր կյանք եւ Աստծո դատաստան։ Հենց առաջին օրը ձեր տներից դուրս գցեք թթխմորը, որտեվ առաջին օրվանից մինչև 7-րդ օրը թթխմորով հաց ուտող անձը կվերածվի Իսրայելից։ Թթխմորը մեղքի եւ ապականության պատկերն է,
այն պատճառով, որ մի փոքր թթխմորը ազդում է ամբողջ խմորի վրա, ինչպես նաև այն պատճառով, որ թթխմորը փքացնում, ուռճացնում է, գոռոզացնում է մնացած խմորը, եւ նույն կերպ էլ հպարտությունն ու մեղքը մեզ են փքացնում եւ ուռճացնում։ Մենք սկսեցինք հայ ազգի համար, յուրաքանչյուրիս համար աղոթքով մի մեղքը, մի պուճուրիկ մեղքը, թվացող մեղքը, մի ամբողջ ազգ է փչացնում։ Տեսեք ինչ վիճակի մեջ ենք մենք հայտնվել։ Եվ Աստված հիմա մեզ զտում է, մաքրում է եւ ինչքան ցավագին ու տառապալի է այս ամենը։ Մի մեղքը, մի գոռոզությունը, տեսեք ինչքան ենք մենք գոռոզացել, ինքնահավան դարձել, քթներս դեպի երկինքը հասել եւ Աստված կտրում է մեր քիթը։ Թթխմորից ազատվելը ցույց է տալիս, որ մեղքից ազատվելով մենք ազատվում ենք հոգևոր, բարոյական քայքայումից։ Առանց թթխմորի լինել նշանակում է ապրել բարոյական մաքրության մեջ, Հիսուսի արյունով լվացված։ Մենք չենք կարող այդ մաքրությանը ինքներս հասնել, միայն Հիսուսի արյունով։ Դրա համար գառան արյուն թափվեց եւ ասեցինք, որ Հիսուսն է մեր զատիկի գառը, Հիսուսն է Տիրոջ գառը։ Հիսուսը եւ առաքյալները խոսում են մեղքի, կեղծ վարդապետության, մարդկային մտածելակերպի, կրոնական այս թթխմորից ազատվելու մասին։ Դրա համար Աստված ամենայն լրջությամբ ասում է. առաջին օրը Սուրբ Ժողով թող լինի, 7-րդ օրը նույնպես Սուրբ Ժողով թող լինի ձեզ համար։ Այդ օրերին ոչ մի աշխատանք թող չկատարվի, այլ պատրաստեք միայն ամեն մեկի ուտելիքը, այսինքն ջանք գործադրեք մեղքից ազատվելու համար։ Մի մնացեք մեղքի բանտում։ Հիսուսի արյունով մեղքի բանտի դռները բացվել են, մեղքը այլևս իշխանություն չունի, բայց դու պիտի որոշես այդ բանտից դուրս գալ։ Դու պիտի որոշես այդ բանտ ժամանակ առ ժամանակ չայցելես։ Պահեք բաղարջների տոնը, որտև հենց այդ օրը կհանեմ ձեր ժողովրդին Եգիպտոսի երկրից։ Ուրեմն ձեր սերունդների մեջ պահեք այդ օրը իբրև հավիտենական կանոն։ Անընդհատ նայի Քրիստոսի խաչին, հիշի խաչի վրա զոհողությունը, հիշի Հիսուսի կոտրված մարմինը ու թափած արյունը, հիշի ակնկալի եւ այդ արյունով մաքրվի, ապաշխարի մեղքերից, դուրս բեր քո մեջից մեղքի թթխմորը։ Առաջին ամսվա 14-րդ օրվա երեկոյից սկսած բաղարջ հաց կուտեք մինչև ամսի 21-րդ օրվա երեկոն։ 7 օր ձեր տներում թթխմոր չպետք է գտնվի, որտև թթխմորով հաց ուտող անձը օտարական լինի թե թեղացի, պիտի վերացվի Իսրայելի ժողովրդի միջից։ Խմորված ոչ մի բան չպիտի ուտեք, ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ կուտեք։ Տեր ջան, իմ ազգի միջից, մեր եկեղեցուց, մեր տներից, մեր կյանքերից, Տեր վերացրու մեղքի խմորը։ Տեր մաքրի մեզ, լվա մեզ քո սուրբ արյունով, մաքրեմաքուր արա մեզ, ների մեր մեղքերը։ Մատթեոս 16:6-12 հատվածում Հիսուսն ասաց. տեսեք եւ զգուշացեք փարիսեցիների ու սադուկեցիների խմորից։ Այն ժամանակ հասկացան, որ հացի խմորից զգուշանալու մասին չէր ասել, այլ փարիսեցիների ու սադուկեցիների աղանդից զգուշանալու մասին։ Այսինքն կրոնավորությունից զգուշացեք, լեգալիզմից զգուշացեք, որտեղ դրանք սպանում են, որտեղ կարաս ունենաս կրոն, բայց Աստծուն չճանաչես, Աստծուն չհավատաս, Աստծուն հնազանդ չլինես, ծեսեր անես, բայց չփրկվես, ուխտադրուժ լինես, իրականում ապստամբ լինես Աստծո հանդեպ, չնայած արտաքինից կրոնավոր ես։ Առաջին Կորինթացիների 5-րդ գլխի 6-9-ում ասվում է. ձեր պարծենալը լավ չէ, չգիտեք, որ մի փոքր թթխմորը ամբողջ զանգվածն է խմորում։ Հին խմորը մաքրեք, որպեսզի նոր թթխմոր զանգված լինեք, որովհետև մեր զատիկը Քրիստոսը մեզ համար մորթվեց։
Ուստի ոչ թե հին խմորով տոնը կատարեք, ոչ էլ չարության ու անզգամության խմորով, այլ անկեղծության և ճշմարտության անթթխմոր հացով։ Ճշմարտությունը Քրիստոսն է։ Դու չես կարող երկու աթոռին նստել։ Ընդունիր Քրիստոսին, ընդունիր ճշմարտությունը, ընդունիր հարությունն ու կյանքը, ընդունիր Քրիստոսի զոհողությունը և ազատվիր Աստծո ողորմությամբ, շնորհով ու զորությամբ, պղծության, չարության, անզգամության, ապստամբության, կախարդության, հեթանոսության, շնության, անեծքի թթխմորից։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Այսքանը այսօր։